Բարի երեկո ժողովուրդ ջան։ Հերթական իդիոտին եմ ստացել։ Չեմ կարող առանց պատասխան տողեմ։ Հիմա ես Եվրոպայում եմ խոսքի, որ գնամ էլ հեչ նեմեցի խերնը չի, եստեղ եմ տեստեշն։ Ինչ ռասի Իվանի խերին է դու գնացել թե մնացել, հա։ Ջեր ուզում չմնալ երկրում։ Բրիտոն քո ասած դու հիմա հաստատում ես, որ հարցը թուրքերն են մեզի կոտորել, թե ռասներն են դաշնակների հետ մեզի կոտորել։ Ու ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք որ այս տիպի մարդկանց նայում են արա, հա։ Ես էլ եմ ասում, կրկնում եմ, երբ որ մեր մոտ սա ռով լինի, հանգիստ լինի։ Խնդիրներ չունենանք մեր հարևան երկրների հետ, ուզում եք չեք ուզում, հարևան երկրներն են Ադրբեջանը ու Թուրքիան։ Հարևան երկրները։ Պետք է մի օր մենք այդ հարցերը լուծենք, բայց որ մենք ունենք մեծ խնդիրներ, Տիկին, Բոբո, Նիկոլաս Զավր, Ուրասա Նիկոլաս Զավր այս կում մասին է խոսքը։ Տիկին Նիկոլաս Զավր։ Երբ որ մենք ունենք 5000 զոհեր, երբ որ մենք ունենք սահմանի խնդիրներ, Տիկին Նիկոլաս Զավր, երբ որ մենք Բաքվի Բերդերում ունենք գերիներ, Տիկին Նիկոլաս Զավր, մենք դրա մասին պետք է խոսանք։ Հասկացա՞ր, Տիկին Նիկոլաս Զավր։ Ոչ ամոթ ունեք, ոչ թասի ունեք բլեջ։ Նախ միացկզբից ասեմ, իդի նախսուի։ Պիդարաստ։ Կարևորը որնոցը ստորագրեցիր բլեց։ Կամ էլ թասի փիշեցիր, իշավոտ նուկլեսի։ Ով որ այս կառավարությանը սատարողներին ասում են Նիկոլաս Զավր, զոմբի, չգիտեմ, անուղեղ, թուրք, ինչքան կոյուղա ջրեր կա լցվում է իր բերանը Հայաստանի Հանրապետության։ Իմացար, էդի մեկ, էդի բարի ախորժակ։ Ստի մաման ալամաշխարեն բանից անի, թե մենք 5000 զոհ ունենք։ Զոհի մասին մտածող օլուխ։ Բա գոնե զոհերի թվից տեղեկացի։ Երրորդը ստի մաման թե մենք խնդիր ունենք հենց հիմա սահմանին։ Է դու Եվրոպայից ես այտենց զգում, թե տեսնում։ Օլուխովիչ։ Այսինքն դու դեմ չես, որ հարևանների հետ հարաբերությունները կարգավորվի։ Դեմ չես։ Պրիզնատար էլի, որ պետք է լուբոմ սուչի հարևանություն անենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարգավորենք։ Բայց ասում ես ժամանակը չի, ժամանակը որոշողը դու ես։ Այ Օլուխովիչ, հա? Իմ բերան փակողը դու ես։ Այդ դու պետք է ինձ ասես ես ինչ խոսեմ, ինչ չխոսեմ։ Այդքան լուրջ տղուտեղ ես քեզ դրե։ Ես չգիտեմ Գերմանիայում դու խերին ես ընդեն նստած։ Ինձ դա չի էլ հուզում։ Բայց այս թեման արդեն շատ եք շահարկում։ Այո, ես ապրել եմ 28 տարի Մոսկվայում։ Իմ ծնողներն են ինձ տարել։ Այո, ես վերադարձել եմ իմ երկիր։ Կապ չունի, որ գրին քարտ եմ շահել։ Ես հրաժարվել եմ դրանից, որովհետև ես ընտրել եմ իմ երկիրը։ Ու գիտես Օլուխովիչ երբ եմ ընտրել։ Եվ որ այդ մեր ճակերտավոր դաշնակիցը խաբեց մեր երկրին։ Հերթական անգամ։ Հերթական անգամ քցեց։ Ու այդ ճակերտավոր դաշնակիցը աչքեր դրել մեր դրոշի վրա։ Այդ ժամանակ ես ինչ չէի կարողանում ներեի, որ ես ընդեղ եմ նստած ու հելա եկա իմ երկիր։ Հա, ինչ ես գյոտ կպե դրանից։ Հմ։ Ասում ես կանանց խոսակցություն էր, իմ գաղափարակից առնչվել էր, չխառնվեցի ֆլան ֆստան։ Նախ առաջինը ասեմ, որ քաղաքականության մեջ օգու որոշ չկա։ Այս շովինիստ։ Երկրորդը։ Ես ընդհանրապես մի եկի հետ եմ առնչվել։ Այս վերջերս, այն Ամերիկայի Յորշիկի հետ, որը Ռուսաստանի հայերին այլակարծիք լինելու համար դիմում էր Facebook-ին, որ բռնեին։ Ու չասեմ, որ հատվածից ինչ ասես դուս էր տալիս։ Ինքը իր պատասխանը ստանալու է, ինքը թող սպասի, նես չի որ բալստած։ Դու իր գաղափարակիցն ես։ Այսինքն դուք բոլորդ ընտրել եք դեմոկրատ պետություններ, հենց սիկտիր եք եղել, ուսից գաղափարակից ֆուտլերամեր եք, հա, սաղդ։ Հետաքրքիր։ Ու հիմա vidite li որոշեցի խառնվես, որտեղ էսի շատ սիրոզնի հարց է, էլի, իսկ այն հարցը երևի սիրոզնի չէր։ Այս հարցն է սիրոզնի, լուծողն էլ երևի դու ես, հա։ Ուրեմն լսի, այ փարչակ։ Ես քո տեղը լինեի։ Ամոթից էլ չէի մտնի вообще էֆիր կամ երեսս չէր երևա, ընդհանրապես համացանցում։ Մի հատ հարց եմ տալիս քեզ։ Ստի մաման ալամաշխարը, թե ես Նիկոլի ցուցակում կամ ընդհանրապես ես նման քայլ եմ արել, կամ դիմել եմ, կամ ուզել եմ, հմ։ Այ Օլուխովիչ։ Նորից եմ հարց տալիս։ Ստի մաման ալամաշխարը բռնի եմ բանից անի։ Եթե ես Նիկոլի ցուցակում կամ, եթե ես անգամ ԿՊ-ում կամ, հմ։ Այ ոչխար։ Հելել ես ականհայտ ստում ես, հենց քո ժողովրդին, այ ոչխար։ Երկրորդը, ես որ իմ նպատակին հասնեմ, դրա համար ես ինչ չեմ ճղում։ Ես շատ հանգիստ եմ հասնում իմ նպատակին։ Ես ընդհանրապես ձեր նմաններին եմ ճղում համացանցում։ Հա, մեկ էլ մաքսիմում աշխատանքի վայրում, ասենք թղթեր առնում, նինուժնի, դրանք եմ ճղում։ Հիմա ասեմ այն նյութին, որ դրել էիր, ու այս շշ դուս էիր տալիս։ Ուրեմն լսի։ Նախ առաջինը դու չպետք է ինձ ասես, թե ես ինչ խոսեմ, եղավ։ Կգնաս տանից քովդ կզբաղվես, այ հոգնած։ Երկրորդը, բայ այդքան ճիշտ տղա էր մի հատ լրիվ նյութը դնեիր։ Ես դե ախպեր։ Բայ քո ազգականին։ Եզդի եղբորը Ֆրանսիայից բերեցին հասցրեցին Հայաստան, մահամերձ վիճակում։ Ու տեսար ինչ էին անում այդ սկորի, այդ շտապօգնության մեքենան, դեմը կտրում, խանգարում, վթարային սիտուացիա ստեղծում։ Տեսար, բախի չէ ելար մի բան չասիր։ Ես եմ հելե, ասել։ Ու ասել եմ այո։ Կարողա տեսնեք իրենց, մեր երկրում, ոչ թե ապրելուց, օլուխ, այլ մտնել դուրս գալուց, որովհետև մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության։ Ու մենք դիվանագիտական հարաբերություններն ենք կարգավորելու։ Ուզես դու դա թե ոչ։ Քեզ հարցնող չկա։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է դա որոշում։ Հասկացա՞ր, Օլուխովիչ։ Իրաց մեքենաներն էլ կմտնեն դուրս կգան, մեր մեքենաներն էլ կմտնեն դուրս կգան։
Դրա ժամանակն էլ կգա։ Ինչ հասնում է գերիներին։ Ուրեմն այդ խնդրը ոչ քեզ են տվել, ոչ էլ ինձ։ Հասկացար։ Ոչ դու ես լուծողը, ոչ էլ ես։ Հիմա ես նայում եմ քո ռոժին։ Ու մտածում եմ դու ինչ կենթանի ես вообще, որովհետև իմ գլխի մեջ չի տեղավորվում, որ մարդը, տղամարդը կարա այսքան իդիոտ լինի։ Չէ, իդիոտ մարդ իրավունք ունի լինի, բայց որ sense քաղաքական վերլուծաբան բլոգեր, ես իմիշ տանձի գլուխ, այսքան իդիոտ լինի, չի տեղավորվում իմ մեջ, ոչ մի ձևի։ Ես այս մտքի հետ չեմ հաշտվում, ոչ մի ձևի։ Ու քո նմանը հել նման հայ ազգինա ներկայացնում, լուրջ ես ասում։ Այ դեպեն որ հելել ես զարմանում եմ ոնց են լսում բանսեն զզվանքով էլի։ Ունես չէ՞ էլի որ եկել եմ ձեռդ ուզելու, այ հոգնած։ Ես պարտավոր չեմ քեզ դուր կամ։ Այդ մեկ, երկրորդը, դու մի զարմացի իմ լսարանի վրա։ Դու մի զարմացի այն մարդկանց վրա, որ ինձ լսում են։ Որտեղ սա քո ուղերի մակարդակին չեն էլի։ Ճոգիր ինչի մասին եմ խոսում։ Այ որ դու ինձ հարգիր, այդի խնդիր կներ ինձ համար։ Որտեղ մենք նույն մակարդակի չենք կարող լինենք, նույն մակերեսի վրա չենք կարող լինենք։ Գիտես խի, որտեղ ես աղջիկալով այսքան ժամանակ բրդացած չկամ։ Իսկ դու աներես։ Էլի ես քո ժողովրդին քո լսարանի խափում ես, ակնհայտ ստում ես։ Այ դիգզող։ Ասում ես չէի ուզում անդրադառնալ, քա քեզ կերե որ անդրադարձել ես։ Առավել եւս որ ստել ես։ Ու այսօրվանից լավ հիշի։ Մի անգամ էր դու իմ անունը տվեցիր, հելնելու եմ կատոկեմ քեզ։ Մի այլ կարգի։ Չես էլ պատկերացնի ոնց։ Սրանից հետո չհամարցակվես ստես։ Եթե դու իմ ասացի հետ ինչ որ մի հարցում համամիտ չես, հելի կոռեկտության սահմաններում ոռնա, պատասխանը կլսես։ Բայց եթե ստես կամ քեզ ավել պակաս բան թույլ տաս, չնեղանաս։ Անես պատասխան կստանաս, որ դրանից հետո չմոպտի լինես, որ մտնես вообще համացանց։ Հասկացա՞ր։ Որովհետև համբերությանս բաժակը ծերից ծեր լծված է, գինն էլ շատ թանկ է։ Իմ երկրի դրոշը ես ատամներով եմ պահելու, ուզում եմ միլիոննա ձեր նման ոչխար գա, իշավոտնուկ գա։ Մենք մեր դրոշը պահելու ենք։ Հասկացա՞ր։ Ու մենք քո ասած խերին ուզում ես այդեն նստած մնա։ Ես եկել եմ իմ երկիր, իմ գեր նպատակն է, որ իմ երկիրը մնա անկախ, ինքնիշխան, դրոշը միշտ ծածանվի։ Հասկացար իշավոտնուկ։ Так что давай, сик ты что на ламезон.